Գագիկ Ծառուկյանի նախանշած մյուս գլխավոր թեման հենց այս չարիքի չեզոքացումն է։ Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի նախաձեռնությունը մեծ արձագանք ունեցավ եւ հազարավոր մարզիկներ շարունակում են միանալ մի ծրագրի, որի հիմնական վեկտորն ուղղված է թմրամոլության դեմ պայքարին։ Դա վարակ է, դա չարիք է, ամբողջ աշխարհում, դա կործանում է, որ այսօր անհրաժեշտություն կա մարզաշխարհն էլ, ծնողներն էլ, ուսուցիչներն էլ, մտավորականությունն էլ, պետությունն էլ, բոլորը միասին կարողանան այդ գաղափարի շուրջ, այդ ծրագրի շուրջ միավորվելու։ Ձեր նպամարտ պետք է չլինի։ Աստված չանի, այդ վարակը որտեղ մտավ, ում տունը մտավ քանդելու է, դա լավ բան չի։ Այսօր ամբողջ աշխարհում եք տարածվում է, օր-օրի ավելի շատ է տարածում։ Տարածում ունի նաև Հայաստանում։ Հիմնականում տարածումը Հայաստանում ուսանողների երիտասարդության մեջ է, որ անփորձ երիտասարդներ են նոր կյանք են մտնում։ Թմրամոլությունը տարիք չի հարցնում, սեր չի հարցնում, սոցիալական վիճակ չի հարցնում, քաղաքական պատկանելություն չի հարցնում, պաշտոն չի հարցնում, հին ու նոր չի հարցնում։ Դրա համար մենք բոլորս պետք է կարողանանք միասնական պայքարելով դրա դեմ լրիվ կյանքի կոչենք, ասեմ, ձեր նպամարտ պետք է չմնա, ես չեմ ցանկանում, որ որցե մեկի տուն դա մտնի։ Մենք բոլորս միասին դա պետք է իրականացնենք, ունենանք առողջ ուժեղ սերունդ։ Հայրենական սպորտի ղեկավարը դիմում է մեր մարզիկներին, որոնք հեղինակություն են վայելում եւ որոնք կարող են իրենց օրինակով բեկել կործանման ընթացքը։ Թմրամոլության դեմ պայքարում նրանք պետք է լինեն առաջամարտիկ։ Մեծ հարգանք է վայելում մեր Արտուրը, մեր սպիտակ արջը, դրա համար ես ուզում եմ առաջարկել, որ այդ հիմնական այդ ծրագրի ղեկավարը լինի, որ կազմակերպում մենք էլ կողքից ինչ պետք է անենք։